Ողջույն։ Ձեզ հետ կրկին կինոթատրոն հաղորդաշարն է, սա մեր երկրորդ հաղորդումն է։ Այս անգամ Հրանտ Մաթևոսյանի Գոմեշը պատմվածքի հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմավորած մենաներկայացման մասին ենք խոսելու։ Ներկայացումն ինքնին ֆենոմենալ է եւ կփորձենք կինոզուգահեռներով քննարկումը անցկացնել։ Կարծում եմ Մաթևոսյանի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված ներկայացման մասին խոսելիս ճիշտ կլինի անդրադառնանք թե Մաթևոսյանի աշխատանքները ինչ մեկնաբանություն են ունեցել կինոյում, թատրոնում։ Սկսենք Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր ծայրը» ֆիլմից։ Այս քուսիրն ունեի։ Ըստ էության ինչը մաթևոսյանական գրականության բնորոշիչներից է, այդ պարզությունը, գյուղական պարզությունը, մաքրությունը, բնությանը մոտ լինելը, որը շատ լավ արտահայտված է ֆիլմում, մենք ենք մեր սարերում, կարելի է նաև հանդիպել Նարինեի ներկայացման մեջ, Գոմեշի մեջ, այդ զգացողությունը Նարինեն շեշտել է բեմի վրա խոտերի առկայությամբ, սենյակում տարածված էր սուր խոտի հոտ։ Խոտն այդտեղ չտեսնված համով։ Դա թատերարվեստում խորտ զավակի կարգավիճակ ունեցող զգայարանի թիրախավորում է։ Մեկ էլ խոտն համացավ։ Մենք գիտենք, որ թատերարվեստում հիմնականում ընդունված է տեսողական եւ լսողական զգայարանների կիրառումը, թիրախավորումը, եւ սա նրա առաջի դեպքը չէ։ Նա Թռիչք քաղաքի վրայով ներկայացման ժամանակ էլ կիտրոնի հոտ էր տարածում բեմից։ Տեսարան ուներ այդ կիտրոնի, այնպես որ նա առաջի փորձառությունը չէ։ Դրա հետ կապված մի բան ասեմ։ Տարիներ առաջ Երևանում հայտնվեցին կինոթատրոններ, ժամանցային կինոթատրոններ, որոնք կոչվում էին 5D, 7D, 9D եւ այնտեղ այդ բացի եռաչափ տարածությունից էկրանի, որ եռաչափ էր, երկչափի փոխարեն նաեւ ինչ-որ զգայարանների վրա են աշխատում, հա, ինչ-որ սարդեր գուցե վրայով քայլեն այդ զգացողությունները, նաեւ հոտն էին տարածում։ Հիմա փաստորեն Նարինեն փորձել էր թատրոնի եռաչափության մեջ նոր հարթություններ ավելացնել դրանով։ Ռեցեպտորային առումով գուցե եւ եռաչափության է փորձել հետամտել։ Թերևս դա եւս այդ բնությանը հանդիսատեսին ավելի մոտ բերելու մինչև ներկայացումը նույնիսկ հնարքներից մեկն էր։ Ըստ քեզ որքանով է կինոգենիկ մաթևոսյանական գիրը։ Ես կարծում եմ, որ Մաթևոսյանը մաքուր գրականություն է, ինչ առումով, որ այնտեղի նկարագրությունները գործողություն դարձնելը շատ հաճախ բարդ է։ Մյուս կողմից նաև նկարագրությունը դե հեշտ է, հա, ասենք նկարանենք թե Գոմեշը ոնց կգնար, մտքեր ինչ որ տակից գնար։ Գոմեշը փոկվեց բլրի գլխից դեպի ձորը։ Անտարեզրի եղինջուտ մոշուտը ճղեց անցավ։ Մտավ խաղաղ լույսով լուսավորված անտառուր ծառերը բարձր էին։ Մենք ենք մեր սարերում, դե քանի որ Մաթևոսյանը գյուղագրությունը փիլիսոփայական ընդհանրացման տանող հանճարն է, քչերին է դա հաջողվել, որովհետև թվում է թե կենսական նյութը գյուղագրության բարձունակ է քիչ թե շատ, բայց ինքը տանում է այնպեսի բարդ հանգրվանի է հանգեցնում, որ պարզապես ապշում ես եւ հանճարեղությունը այդտեղ է կայանում։ Կենցաղը կա ամեն դեպքում այնտեղ եւ շպարզեցնում է, ավելի հեշտացնում է ընկալունակության առումով։ Բայց շատ ավելի խնդրահարույց է իմ կարծիքով Մաթևոսյանին թատրոն բերելը, Մաթևոսյանի աշխատանքը թատրոն բերելը։ Առասարակ Մաթևոսյանական տեքստը ամեն մեկի խելքի բանը չէ։ Մենք ունեցել ենք տարբերակ բեմավորման, մեծամոր էսսեն եւ շնորհալի դերասաններից մեկն էր Աշոտ Ադամյանը, բայց ամեն դեպքում հաղթահարված չէր ցանցրույթի վտանգը։ Երբ որ խոսում ենք Գոմեշի մասին, կարող ենք անվանել հակաթատերական,
Ինչու որովհետև գրվածքում այդ գործողությունների պայմանականությունը բացակայում է, իսկ ինձ համար թատրոնն առաջին հերթին այդ պայմանական տարածքում պայմանական գործողություններն են։ Ենթադրում եմ, որ նկատի ունես դրամատուրգիական չլինելը հակաթատերական ասելով։ Տես այստեղ գործողություններ կան այն դեպքում, այսինքն որոշակի զարգացում կա, գնում է, չնայած նույնիսկ այդ զարգացման մեջ, այո, գործողությունները կարծես թե կրկնվում նույնատիպ են, օրինակ, երբ Նարինեն ժամանակ առ ժամանակ ջուր է խմում, հա, պարանով իրեն է խփում, մազերով պոզեր է սարքում, հա, այդ գործողությունները ժամանակ առ ժամանակ կրկնվում են ու գրեթե դրանից դուրս շատ քիչ բան է տեղի ունենում, կամ նստած է անշարժ վիճակում է կամ այդ կրկնողական գործողություններն է անում։ Հետաքրքիր է, այս ներկայացումը դիտելիս նույն զգացողությունը ունեցա, ինչ ունեցել էի Ֆրանչեսկո Ռոսիի 1965 թվականին նկարահանած Ճշմարտության պահը ֆիլմը դիտելիս, պատմությունը շատ պարզ է, մի երիտասարդի մասին է, ով փող վաստակելու նպատակով դառնում է անվանի ցլամարտիկ եւ ըստ էության ամբողջ ֆիլմը էլի այդ կրկնողական գործողություններն է, այսինքն կամ ճանապարհորդում է մի քաղաքից մյուսը հյուրախաղերի համար կամ ցլամարտ է անցկացնում։ Հա, այսինքն շատ տարբեր չէ եւ ֆիլմը դիտելուց հետո ինքս ինձ վրա զարմացել էի, թե ինչու այդ ֆիլմը ինձ դուր եկավ։ Ի վերջո ոչ մի յուրահատուկ բան այնտեղ չկար, հա, շատ նույնական էր։ Այդ զգացողությունը նաեւ մի քիչ ունեցա Նարինեի ներկայացման դեպքում ու կարծում եմ գաղտնիքը մանրամասնությունների դետալների մեջ է։ Յուրաքանչյուր գարեհաս կմպում էր իր բաժին լույսն ու գնդում իր հատիկներն իր ներսում ու դրանից արտը ծայր շրշում էր ջերմ լույսի մեջ։ Գոմեշում ինքը ալեգորիկ նյութ է, այլաբանություն է, եւ այդ փիլիսոփայական ընդհանրացումները շատ դժվար է կինոյի վերածելը եւ թատերականացման առումով էլ պակաս բարդ չէ։ Այստեղ է խնդիրը։ Ու այդ առումով վտանգավոր բանի էր մոտեցել Նարինեն, ընդհանրապես ասում են, չէ, որ ինչ որ գործեր կան, որոնք չեն կարող բեմականացվել, որովհետև դրանք մաքուր գրականություն են, գրված չեն բեմի համար, եկեք չփչացնենք դրանք, թող մնան գրականություն, բայց ըստ էության Նարինեն կարողացել էր դա վերցնել եւ այստեղ էր արդեն, որ կարիք էր եղել Նարինեի ռեժիսորական շնորհքը գործի դնելու, ոչ միայն դերասանական։ Գոշացուլը կանչում էր ու չկար սուտեր։ Երբեմն նա թույլ էր տալիս, որպեսզի իր խաղին մենք հետևենք խոշոր պլանով, այն ինչ հեշտ է եւ շատ ընդունված է կինոյում, զգացողություններին հետևելու համար, այն տեսարաններում, երբ Նարինեն նստում էր, հա, շատ չէր շարժում, գործողություն գրեթե չկար, խոսում էր ու դեմքի միմիկան, ձայնի տոնայնությունը ստիպում էին, որպեսզի ուշադրությունը ամբողջովին սևեռվի միայն դեպքի հատվածում։ Ու քանի որ հեռավորությունը շատ մեծ չէր, ստացվում էր այդ խոշոր պլանի ազդեցությունը, խոշոր պլանի զգացողությունը ստեղծել, եւ անմիջապես դրանից հետո, երբ սկսում էր քայլել բեմով մեկ կամ դուրս էր գալիս բեմից, հանդիսատեսի մեջ էր մտնում, այդ կարծես ներկադրային մոնտաժ լիներ, երբ որ արդեն սկսում էր տեսնել ընդհանուր պլանով կադրը։ Կապանը դարանած էր, Գոմեշը կանգառավ սպասեց, կապանը կապան էր, Արահետը սապատավորվում էր կապանով։
կարողանում էր ներկայացման այդ հուզականությունը ինքան կենտրոնացնել այս տարածքում, որ բեմի այլ հատվածներում ինչ կա, ինչ չկա, ինչ է կատարվում, այլևս ոչ մի բան չէր հետաքրքրում քեզ։ Հարցիդ վերադառնալով, կարծում եմ Մաթեոսյանի աշխատանքը ավելի շատ կինոգենիկ է, քան թատերային, այսինքն ավելի հեշտ է կինո դարձնելի, ի վերջո մենք ենք մեր սայի դեպքում խոսակցությունն է շատ, նկարագրությունները շատ օգնում են ռեժիսորին նաև որ հասկանա ինչի վրա ուշադրություն դարձնի։ Ընդհանրապես այսպիսի արտահայտություն կա, լավ գրականությունը իր մեջ կինո է պարունակում, ինչու որովհետև երբ որ դու կարդում ես, կարողանում ես տեսնել քո մեջ այդ Դավիթ Մուրադյանի արտահայտությունն է, որ ասում էր լավ գրականությունը մտապատկերում է արդեն տեսարանները, կադրերը։ Այո, ասենք Դոստոևսկուն եթե նույնիսկ վերցնենք, հա, այդ մանրամասն նկարագրությունը, որ գնում է, օգնում է քեզ դիտանկյունը պատկերացնել։ Բայց աշխարհն օրեցօր անհամանում էր, որովհետև նրա վրայից ցնդում էր թախից ու մնում է առատ խոտ։ Քանի որ ես տեսել եմ այս ներկայացման երկու տարբերակ։ Առաջին տարբերակը մոտ 1 տարի առաջ մինչև պատերազմի սկսվելը Զուլում Գրիգորյանի անվան արվեստանոցի ներքնաբակում էր բացօթյա եւ կիսապատշգամբային հարթակում։ Այնտեղ նյութի էպիկական խոսքի էպիկական ընդգրկումներին համապատասխան էր Նարինեի խոսքը, միանգամայն տեղին ընտրված խաղավայր էր։ Հետո տեղափոխվեց պատերազմից հետո տեղափոխվեց Հրանտ Մաթեոսյանի անվան մշակութային կենտրոն, այնտեղ լրիվ այլ են պայմանները եւ ակուստիկ պայմանները ունեն անդրադարձ, կամերային միջավայր է ինքդ տեսել ես եւ այնպեսի տպավորություն է, որ խոսքը վիբրացիայի է ենթարկվում։ Արձագանք կա, քարանձավային արձագանք կա եւ դա անդրադարձ է բերում, պարփակված անդրադարձ է բերում խոսքի։ Ու այդ անդրադարձի դեպքում արդեն բերում է լրիվ ուրիշ խաղապայմաններ։ Եվ Նարինե Գրիգորյանը հաշվի է նստել այդ պայմանների հետ ու ինչ է ինքը անում։ Փորձում է յուրատիպ ակուստիկ խաղաձևերով եւ այլ արտահայտչաձևերով փոխհատուցել այդ վնասակարությունը։ Միալար խաղաղ աղմուկով ապատ թխկոցով, տոթով, գոլորշով, շչոցով, կարբիդի խիխտուկով շարժման բուան կենթանուշ գնությամբ, գոմեշի ճանապարհը փակեց անըմբռնելի մի բան, որ երեք չկար։ Խոսքային արտահայտչականության առումով, որ ասում է ելնելով տեղավայրի ակուստիկ պայմաններից, ինքը սկսում է կիրառել հնչյունային սիմվոլիկան, ինչի փորձառությունը ուներ Լորենցի Սաքո բեմավորման ժամանակ։ Ու այստեղ էլ ավելի ընդգծում շնչնկոցները, թխթխկոցները, տկտկոցները, որոնք այս ներկայացման լեյթմոտիվի բնության տարերքի նշանաձայներն են դառնում։ Հիշում ես սապատը բառը ինչպես է կիրառում։ Սապատը, այդ քո ասած կրկնողականությամբ, կարծես մսաղած լինի հուզական։ Չէ որ գոմշացուլին սպանդանոց են տարել։ Ու ինքը անդադ հիշում է տեսնում է գոմշացուլին հանկարծ սապատը այս տրամաբանությամբ է ինքը առաջնորդվում իր հնչյունախաղերում։ Ձայնի հետ կապված հետաքրքիր աշխատանք կարելի է նկատել նաև, որ ոչ միայն ձայնագրություններով էֆեկտ էր դրել, ոչ միայն բնական, ինքն էր ինչ որ ձայներ արտաբերում, այլև օգտագործել էր երաժշտական գործիք դիջիրեդու ու երեքի նպատակն էլ ըստ էության գոմեշի ձայն հանելն էր։ Կարծում եմ հենց այստեղ է, որ նաև երևում է Նարինեի ռեժիսորական այդ կարողությունները, որ նույնականությունը չդարձնի ձանձրալի, կրկնողականությունը չդարձնի ձանձրալի։
Գիտես ինչից է գալիս այդ նույնականությունը, դա էպիկական պատմելաձևին բնորոշ ձև է։ Եվ էպոսում, եւ կտակարանում նույնաբար սկզբնավորումով նախադասություններով գոմեշը գնաց, գոմեշը այսպես, գոմեշը այնպես, դա յուրահատուկ տեմպոռիթմի մեջ է գցում հանդիսատեսին, եւ նրան ներքին հոգեզգացական առումով բերում է այդ ալիքի մեջ էպիկական, որովհետեւ այստեղ էպիկական ելևէջումները շատ են, քանի որ կա փիլիսոփայական դիցաէպիկական ընդհանրացում։ Գիտես քանի անգամ է կրկնվում պատմվածքի մեջ գոմեշը բառը եւ սկզբան եւ միջնամասում եղած մոտ 200 անգամ կրկնվում է գոմեշը բառը փոքր պատմվածքի այդքան մեծ չէ մոտ 20-30 ու սա խոսում է հենց Մաթեոսյանի միտումնավոր կիրառած տեմպոռիթմային հնարքի մասին որ ինքը այդ տեմպոռիթմով է կառուցել Սրանային ձևավորման մասին խոսելիս ճիշտ ասած կուզեի խոսենք նաեւ Հայկ Իսրայելյանի մասին, որը արել էր ներկայացման հնչյունային ձևավորումը եւ ձայնային ռեժիսուրան։ Կարծում եմ ներկայացման ընթացքում, բացի այն, որ Նարինեն մտնում էր իր կերպարի մեջ, Հայկն էլ էր մտնում Նարինեի կերպարի մեջ, տպավորություն էր, որ եթե մի քիչ ուշ կամ շուտ այդ ձայնային էֆեկտները մտնեին, հա, ներկայացման որոշակի պահի, գուցե խանգարող հանգամանք դառնային, որովհետեւ երբեմն շատ արտահայտված, շեշտված էֆեկտներ են, երբեմն ավելի հետին պլանով։ Ծակիչները շեշտով թխթխում էին։ Նա մի տեսակ օրորվում էր, իսկ հետո բոլորովին քնեց։ Երազի մեջ նա լիզում էր իր այն տարվա Արու տխուր ձաքի փափուկ եղջյուրների մեջտեղը ուլացել լինի։ Բացի տեղավայրի փոփոխությունը, մենք տարբեր ժամանակաշրջանների ներկայացումներ են եւ միջ պատերազմական ժամանակ այլ Նարինե Գրիգորյանը էր, պատերազմից հետո բացարձակապես այլ Նարինե Գրիգորյանը եւ իր գաղափարահուզական կողմնորոշումները լրիվ այլ են։ Այսինքն արտահայտչական գաղափարադրույթային ելակետերն էլ այլ են, անկախ իր կամքից։ Մոտ գոմը սառն աչքերով կայծկլտում էր։ Ինչ որ տնքոց կար գոմում, մեկն այդտեղ դարանել էր։ Գուցե ոստայնի մեջ սպասող սարդներ, գուցե տնքում են հենասյուները։ Պատահական չի ասում, որ լրիվ այլ գաղափարահուզական ելակետեր ունի, գաղափարադրույթային ելակետեր ունի, որովհետև եթե նույնիսկ անգամ գործընկերային զանգով ես իր հետ խոսում եմ, մոտավորապես 10 տարի մեծացած Նարինե Գրիգորյանի հետ եմ խոսում, այնինչ անցել է ընդամենը 1 տարի։ Հետ պատերազմական Նարինե Գրիգորյանը լրիվ այլ անձնավորություն է, այլ արտահայտչաձևերով, եւ ահա թե ինչու առաջնագիծ է տանում ավելի շատ ակամայից անգիտակցական մակարդակում որդեգորույս մոր ողբը ողբագին արտահայտչաձևը ու այս ներկայացումը գրական հենքը տալիս է այդ գիծը երկու տեղով մեկը Գոմշուկի որ ծնվել է բայց ձմեռն է եղել եւ մրսել է չի ասում նույնիսկ սատկել վերաբերմունքը ինքնին զգացվում է ասում է մեռավ եւ գայլաձակերի համար ապրոմակցում ակամայից առաջնային է դառնում եւ գիտես ընդհանուր առմամբ գոմեշը ի վերջո անսահման ուժի մարմնացումն է տարերքից եկող բնության տարերքից եկող եւ հետպատերազմական Նարինե Գրիգորյանին շատ դժվար է հավատալ սեփական ուժերի անսահմանությանը լինելով գերզգայուն անձնավորություն որքան էլ որ նա որպես հնչերանգների վիրտուոզ խաղարկու կարողանում է այդ փոխհատուցումները կատարել, բայց էմոցիոնալ առումով ակամայից այդ գիծն է առաջ բերում։ Եթե առաջի տարբերակում իքականության դիցաէպիկական ընդհանրացումն էր առաջին պլանում, առաջին գծում, խաղային մաներայի առումով, ապա ուզենք թե չուզենք երկրորդ տարբերակում ասածս հենց այդ որդեգորոսության էմոցիոնալ տոնայնությունն է գալիս։
Գոմեշը սուլաուզը։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, հունվար, փետրվար, մայիս, լավ ժամանակ է ձակ ունենալու։ Դա հանգույցն է իհարկե, այդ գիծը, ողբագին գիծը, բայց Մաթեոսյանական պատմում սերնդի շարունակականության փիլիսոփայությունը միջանցիկ գործողություն չէ, միջանցիկ գործողությունն է դառնում Գոմշացուլի որոնումը, ինչով կավարտվի Գոմշի որոնումների ոդիսականը։ Դրա համար էլ զսպանակ է դառնում մեզ համար կգտնի արդյոք ինքը Գոմշացուլին թե ոչ։ Դա է լարումը դառնում։ Գիտես Տիգրան, Նարինեի եւ մասնակցությամբ եւ բեմադրությամբ ներկայացումներ էլի եմ տեսել։ Ես չեմ կարծում, որ այս ներկայացումները ինչ որ ձևով կարելի է համատել իր նախորդ ներկայացումների հետ։ Միաժամանակ չեմ տեսել այս ներկայացման նախորդ տարբերակը, որ ասացիր եղել է 1 տարի առաջ, բայց հետաքրքիր է, ինչ որ ասեցիր զգացողությունները դու ունեցել ես նախորդ տարի ներկայացումը դիտելից եւ այդքան էլ չես զգացել այս անգամ, տեսած չլինելով նախորդը, ես այդ նույն զգացողությունները տեսա այս անգամ։ Այսինքն եթե նախկինում ինքը արել էր իքականության այդ, որ ասում եմ, սկզբնավորման դիցայեպիկական ընդհանրացումով փելեշյանական վայրախաղ էր ստեղծել, որպես բնության տարերքան ներկայանում այդ սուբստանսը, ապա այստեղ տերտերյանական փսորաձայն ողբագին սիմֆոնիա էր ինքը բերում։ Ինչու տերտերյանական, որովհետև ձայնապատկերում իր ստացած մռլնգոց, շխշխկոց, թխթխկոց այդ ձայները ցեղակցում են տերտերյանական սիմֆոնիկ պարտիտուրային։ Եվ բացի այդ չմոռանանք, որ պատմվածքի մեջ էլ կա ասում է հին հավատի համաձայն գետնի տակ կարմիր կովը երբ որ բառաչում է, երկրի վրա երկրաշարժ է տեղի ունենում։ Իսկ երկրաշարժը աղրսվել է մարդկանց կողմից Տերտերյանի սիմֆոնիաների հետ։ Ներկայացման մեջ երկրաբանները կացինով շրջապատում են, կացիները ձեռքներին շրջապատում են Գոմեշին։ Բացի այդ, Տերտերյանը ընդհանրապես հնչյունի երաժշտության մասին խոսելով ասում էր միայնակ հնչյունի որոնումները, իսկ Գոմեշը ինչ մռնգոց էր արձակում, իր միայնակության մռնգոցն էր արձակում։ Այս բոլոր զուգատիպությունները ինչ որ միստիկ օրինաչափություն են, չեմ կարծում։ Գոմեշը մի քիչ լաց եղավ։ Անցած անգամ էլ դժվար եղավ։ Գոմշացուլը նա գտավ վերադարձի ճանապարհին։ Այդ տարվա ձագը ամառվա վերջերին ծնվեց սրտերի տակ ընկավ, տնքաց, խրկած ու մեռավ։ Մարդը երբ որ ապրում է մի այլ հոգեկան միջավայրում եւ ամիսներով զսպված մի կուշտ լաց կա իրենում, ուզի թե չուզի այդ մաներայով է լինելու իր խաղը։ Ու դու չես տեսել քո համար առաջին անգամն է, դու առաջին, այսպես ասած, ճանաչողական դիտումն ես ունեցել, այլ ոչ թե երկրորդ որոնողական դիտումը, որ ես 2 անգամ առաջի տարբերակը 2-3 անգամ դիտել եմ եւ արդեն այս տարբերակն եմ տեսնում եւ տոնային տարբերությունը ակնհայտ է, խոսքային կապակցությունները իրենում հաճախ հոգոցային են լինում։ Երկրորդ տարբերակում խորը հոգոցանելով է, երկու դեպքում գոնե լինում է այդպես։ Ծանր նստեց նրա գանգին ու գայլը դանդաղ փշակալվեց։ Մինչ ապրոմակցումով է նա խոսում գայլի ձագերի ճակատագրի մասին։ Տեր, եթե մեզ համար դառը ճակատագիր ես նախապատրաստել։ Դա իմ համար ռեժիսորական լուծման կոնտեքստում է տեղավորվում եւ տիպիկ բեմական պայմանականության օրինակ է ինձ համար։ Տեր, եթե մեզ դժվար կյանքի համար է ստեղծել քո բանն է, մենք թե մի քիչ օգնի, որ մեր կաթի հետ մաղց չծորա, թե չէ ձագերը կմեծանան ջղային ու անօգնական։ Ես ինչու եի ասում, որ ռեժիսորական լուծման կոնտեքստում եմ տեսնում գայլահեվոցը, եւ որովհետեւ դրա շարունակությունը դարձող այդ
ողբագին դիմումը Տեր, եթե մեզ համար դառը ճակատագիր ես նախատեսել։ Ինչ ձայնարձակում է այդտեղ լինում այդ ժամանակ, գայլի լալագին ոռնոցը։ Սա ողբագին, բողոքագին աղոթք է դառնում կենթանու։ Աշխարհը կտոր եղավ ու հալվեց։ Մի պահ թե մի դար աշխարհը բխտորվում էր, ապա լցվեց լույսով ու շշուկներով։ Սա հենց նույն մաթեոսյանական բնափիլիսոփայության տրամաբանական շարունակությունն է։ Ու այստեղ ճակատագրի հետ այդ տեսակ անուղակի կռիվը ինձ համար տիպիկ նարեկացիական աստվածամարդ շունչ է բերում։ Դրա համար եմ ես ասում, տիեզերանից գործի հետ մենք գործ ունենք։ Մաթեոսյանը այնպիսի մի գողտրիկ կոթող է ստեղծել, որ շատ դժվար է մոտենալը, շատ հեշտ է վնասելը։ Այդ տեսակիր է ստեղծել նա։ Կարծում եմ այստեղ ուրիշ հանգամանք էլ կար, որ ինձ ստիպում էր զգալ, որ ես այլ տարածքում եմ երբեմն գտնվում, հենց այն տարածքում, որի մասին Նարինեն խոսում է, երբ ինքը նայում էր հեռու հորիզոններին, հանդիսատեսից հետ, ինձնից հետ, ինձ իսկապես երբեմն թվում էր, որ իմ հետևում կանաչ դաշտ է սկսում։ Այ երբ որ ասում ես, որ ներկայացման առաջին տարբերակը բացօթյա էր, իսկ հիմա լրիվ փակ դահլիճ է տեղում։ Հողի տարածքի վրա էր։ Առավել ևս որ հողի վրա է եղել։ Հիմա այս պարագայում ես զգացողություն ունեի, որ ինձնից առաջ բեմ է, քաղաքակրթություն, ինձնից հետ կանաչ եւ անծայրացիր դաշտ է։ Ոչ միայն ձայներ դրան նպաստում, այլև Նարինեի խաղը։ Դերևս Նարինեի խաղի մասին խոսելով նաև կուզենայի մեկ ուրիշ բան ասել, որպես դերասանուհի մոգական ազդեցություն ունի ներկայացման մեջ։ Երբ որ նայենք, թե ինչպես է պահի տակ վարկենական նրա աչքերի արտահայտությունը փոխվում, ես դա չէի զգացել ներկայացումը դիտելիս, բայց երբ որ հետո տեսագրությունը նայեցի, հասկացա, որ այնտեղ թատերական հիպնոզ կա։ Այսինքն նա կարողանում է նույնիսկ եթե ոչինչ չաներ, կարծում եմ, ու պայմանականորեն ոչինչ չաներ, այսինքն գործողությունները նույնիսկ եթե ավելի քիչ լինեին, նա կարողանար հանդիսատեսի օզիքից բռնած իր հետևից տաներ ամբողջ ներկայացման ընթացքում։ Հոգեբանական լարվածանքը ձեռում է պահում միշտ, դա առումով համաձայն եմ։ Ես որ ասում եմ ամեն մեկի խելքի բանը չէ մաթեոսյանական տեքստը, բայց Նարինե Գրիգորյանը բարդ կենսական նյութի հետ աշխատելու հմտություն եւ փորձառություն ունի։ Տես ոնց է փնտրել եւ գտել կամային նշանը կենթանու։ Ինչն է դարձրել հոտոտել ուսումնասիրելը։ Սա պարզապես մտածողություն եւ աչք է պետք ունենալ գտնելու համար։ Ինչքան օրգանիկ է դառնում, լինելով կենթանական դրսևորում, ինչքան մարդկային է դառնում։ Նա տանը 4 լակոտ ուներ, իսկ գոմեշը քացի տվեց։ Կյանքը քաղցր ու լեղի էր։ Քանի կերպար է ներկայացնում միաժամանակ։ Գոմեշ, նան, պատմող եւ այլ երկրաբաններ, քրդի մայր, քուրդ, գայլ, այս ակնթարթային վերամարմնավորումները պահանջում եւ դրա համար այդ միանգամից տարանցումներ կատարելու համար ինքը կիրառում է օտարման էֆեկտը։ Մադառնում է դերասան սիմֆոնիա։ Եվ գետին այնտեղ հյուսված էր ջղուտ արմատներից։ Գոմեշը լսում էր անտառի խաղաղ շնչառությունը։ Մեկ էլ հողը փափկեց, դարձավ փտած խաշան, արջախոտը շատացավ, ապա կայծ կլտաց ու միագույն սպիտակեց մորուտ բացատը։ Բզզոցը կանգնած էր ծառերի բարձրությանը հավասար։ Մորենիները ծածկում էին գոմեշին, իրար հյուսված թփերը բռնում էին նրա երկիրներից, խշշոցը լցվեց նրա արկադիները, մորուտ բացատը վերջացավ, գետինը խաշամիտակ փտած դուրս եկավ, գոմեշի ու հողի հետ սահեց դեպի ձորը, ձորը կապեց պինցեխեր, գոմեշի ոտքերը հատ առ հատ բռնեց ու քաշքշեց ջլերի ու հոդերի կապերը։
մեկ բնապատկերը պատմող նկարագրող, մեկ էլ ինքը սկսում է բնապատկերը խաղալ։ Սա ֆանտաստիկ վարպետություն է պահանջում եւ Հենրիկ Հովհաննիսյանը, որ Նարինե Գրիգորյանի համար ասում էր նրա պես դերասանուհի Փարիզում ամենտեղ ցանած չէ, հենց այնպես չէր ասում եւ չէր չափազանցնում, որովհետեւ այդ վերամարմնավորումները նա կատարում է մի թատերային թեթևությամբ, որ բացառիկ դեպքերում է հանդիպում։ Կերպարների համադրության մասին խոսեցինք, կարծում եմ Նարինեն հաջողել է մարմնավորել երկու բնություն ունեցող կերպարի։ Այսինքն միաժամանակ այդ կերպարը, որ ներկայանում է մեզ բեմից, ինքը եւ մարդ է, եւ գոմեշ։ Ընդ որում ժամանակ առ ժամանակ դրանցից մեկը ավելի արտահայտվում, այստեղ է որ Նարինեի որպես ռեժիսոր մասնակցելը ներկայացմանը հատուկ ուշադրության է արժանանում, այսինքն ռեժիսորական լուծումներից մեկը այդ կերպարային անցման պարանն էր, որ գցած էր այնտեղ, այսինքն պարանը ինքը ինչ է կենդանիներին կապելու համար է նախատեսված որևէ վայրում։ Այս պարագայում ինքը հիմնական մասում ներկայացման կապած չէր, այսինքն այդ գոմեշի ազատությունն էր ցույց տալի, որ մի քանի օրով հատկապես ազատ էր գոմեշը։ Այն պահին, երբ Նարինեն վերցնում էր եւ պարանով խփում էր իրեն, անմիջապես նույնիսկ երբ որ այդ պահին նա խոսում էր, ես հասկանում էի, որ այդ պահին խոսում է գոմեշը։ Դա գոմեշի բնավորությունն է, գոմեշի կերպարն է, ինչքան էլ որ նա որպես պատմող է հանդես գալիս։ Մյուս լուծումը, որ էլի շատ հետաքրքիր գտած էր, այդ ջուր խմելն էր։ Մոտենում էր, շատ հաճախ մոտենում էր տակառին, ջրով լի տակառին, բաժակով վերցնում էր ջուրը, սկսում էր խմել, ու հենց ներկայացման սկզբից, երբ որ նա մտնում է բեմ, սովորական մարդու պես քայլում է, բեմի մի ծայրից մյուսը հասնում է տակառին, ջուրը վերցնում է, խմում է ու խմելու ընթացքում ես տեսնում եմ, թե ինչպես է քայլող մարդը դարձավ կենդանի։ Նա հնարավորինս փորձում է մարդկայնացնել գոմեշին։ Ինչու՞, որովհետև այլաբանության հետ գործ ունենք։ Իսկ այլաբանությունը ինչ է ըստ էության իրենից ներկայացնում։ Կենդանիների միջոցով մարդկային ինչ-որ գաղափար են վերարտադրում։ Արդյոք Նարինեն է փորձում մարդկայնացնել, թե ելնելով այն հանգամանքից, որ ալեգորիա է ստեղծել, այլաբանական պատմվածք է ստեղծել Մաթեոսյանը, նա իր խաղային որակներում էլ փորձում է հնարավորինս մարդեղենացնել։ Գոմշացուն ուզեցած ցուցաղեր սելիր լուց ընկերոջը, բայց կանչը նրա մեջ կիսատ մնաց, որովհետև այդ պահին նրա մեջ վառվեց ու մոխրացավ իր արվության կարծես ծանոթ, կարծես անծանոթ թրթիռը։ Ասացի, որ իքականության սկզբնավորման դիցաեպիկական ընդհանրացումն է։ Կտրոտ թեմա է, ամեն մեկը չի կարող այդպիսի թեման, բայց նա գրեհկությունից լուսատարիներով հեռու թատերային թեթևությամբ է մատուցում։ Օրինակ, տեսարանը, որ Գոմշացուլի մասին խոսում է, ինչպիսի կոկետություն ա բերում, կարծես ծանոթ, կարծես անծանոթ, այդ քո ասած աչքերը խաղացնելով։ Չկա որևէ գրեհկության նշում, ու սա ամեն մի դերասանուհու տրված չի, այս նշածողը ամեն մի դերասանուհու խելքի բանը չէ։ Կամ մարմնացյալ գայլահեվոցը, ազդրերը, որ գայլի շնչառությունն է մարմնավորում, որևէ գրեհկության նշույլ չի լինում։ Նույնիսկ գրեհկություն չկա այն ծամելու ծամատրության մեջ։ Խելամտորեն բոլոր տեղերում նա ամեն հնարավոր մանրուքը օգտագործում է խաղարկման համար։ Ես նույնիսկ երբեմն այն տպավորությունն եմ ստանում, որ կյանքում էլ նա ինչ որ ամեն մի մանրուք տեսնելուց միանգամից մտածում է, թե տեսնես սա որտեղ ինչ կերպ կարող եմ խաղարկել։ Նույն ասածը մազերից ինչպես է գոմեշ ստանում, մազերի խաղարկումով։ Եվ այսինքն ինքը գոմեշի կեցվածք ընդունելով իր հետևում գոմշացուլիստ վերապատկերն է ստանում։ Գոմշացուլիստ վերապատկերը գոմեշի թիկունքում է։ Սա հենց ռեժիսորական գյուտ է, հայտնություն է։ Այո, ու նաև այդ ստվերի ոչ թե մեկ, այլ երկու լինելն էլ կարծում եմ խոսում է գոմեշի ներքին պայքարի մասին, ինքն իր դեմ պայքարի երբեմն։ Հետաքրքիր դասավորությամբ են դրված լույսի աղբյուրները, այնպես որ ստեղծվում էր
ստվերների թատրոն։ Ու Նարինեն ըստ էության Նարինեի կերպարը եռապատկվում էր, ինչով է ստվերախաղը այդպես էսթետիկ ձևով արտահայտելու վտանգը, որ եթե օրինակ սովորական դերասանը խաղի ընթացքում մի քիչ ձեռքը այլ կերպ պտտի, գլուխը մի քիչ, շարժու ձևը եթե մի փոքր ոչ այդքան արտիստական անի, կարող է լղոզվի գնալ, շատ չնկատեն, բայց երբ դու խաղում ես եւ քո հետևում կրկնապատիկ ստվեր կա, այդ դեպքում նույնիսկ շարժումների մեջ ոչ արտիստական տարրերը շատ ավելի արտահայտված է լինում։ Դες ինչ բեմի այլ հատվածները որ ասեցիր, այդ առումով ինձ վիզուալ առումով շատ խանգարում էր, ես իրենց էլ եմ ասել բարձրախոսների ներկայությունը, դինամիկ կոչվածների։ Հնարավոր է դրա որևէ քողարկման կերպը գտնել, որովհետև այդ գյուղական միջավայրում խոտածածկ հարթակ հոտը ծառի, չորացած ծառի, որ հետագայում դառնում է ծերնդափոխության խորհրդանիշը լուսային մուլտիմեդիան էֆեկտով, բացարձակապես չի տեղայնացվում։ Պլաստմասե սևորակ ինչ-որ առարկա է։ Այո, ըստ էության գաղտնիքը հենց այդ ձևը գտնելու մեջ է։ Մաչկալը հակավ սապոգները, ծալմլվելով վեր կացավ մեջքը ջարդեց, հորանջից հետո բերանը բացեց, որ հայհոյի եզնարացին, թե նա ինչու է դանդաղում, գոմեշը կանգնած էր ցելերի մեջ։ Միաժամանակ հետաքրքիր հումոր կա գործի մեջ, գրական հիմքի մեջ, հա, երբ որ կոնկրետ անուններով ինչ-որ մարդկանց է հիշում Մաթևոսյանը, որոնք խոսում են այդպես բնապաշտության մասին եւ դրանով ցույց է տալիս նրանց խոսքի դատարկությունը։ Հակաբնասիրությունը։ Այո։ Հենց այդտեղ էր, որ ես ասում եմ, նա այդ հրապարակախոսական իրոնիայի պաթոսը, որ ներկայացնում է, որ բնապաշտությանը պետք է պետական կարգավիճակ տալ։ Սա ամբողջապես բխում է իր բնափիլիսոփայական տրամաբանությունից։ Այսինքն, որ մարդիկ բնությունը սիրում են ճառային բառային մակարդակում եւ կոչ է անում ոչ թե այդպես սիրել, այլ սիրել գործով, այլ ոչ թե բարի մաղթանքների մակարդակում։ Պատահական չի նաեւ այն տեսարանը, որ Գոմեշը հայտնվում է քաղաքում, ինքը լինելով անսահման ուժի ներկայացուցիչ մոլորվում է, շատ փոքր է իրեն զգում։ Դա խեղճացածության ամենաարտահայտիչ տեսարաններից մեկն է։ Նույն այս գործը եթե մեկ այլ դերասան աներ, նույն ռեժիսուրայով, հնարավոր է թատերական ինստիտուտի ուսանողի բեմական խոսքի ժամին կարդացվող այդ տեքստի տպավորություն թողեր ու հենց դա է, որ Նարինեն կարողացել է գտնել այդ բանալին ձևը եւ որպես ռեժիսոր եւ որպես դերասան։ Ու քո ասած բանալին խոսքային գործոններից մեկն էլ այն է, որ խոսքը կառուցում է տաք սառը, արագ դանդաղ, լրջախոհ, կենտրոնացված, իմիջայլոց, անուշադիր, այս հպանցիկ կոնտրաստայնության թեթևությամբ ինքը կառուցում իր խոսքը, որ ինչի համար, որ միջ կերպարային անցումները շատ սահուն լինի, որ խոսում է Օտարմանեֆին, այսինքն նկարագրողից կերպար դառնա կամ կերպարից մի ուրիշ կերպար դառնա, նկարագրող պատմող չդառնա։ Տարո, ախանուր ջան, ինչ սիրուն ես ասած նա Գոմեշին ու սուտ ասած, որովհետև Գոմեշը գեղեցիկ չէր։ Եվ իհարկե եւս մի անգամ շեշտենք կարևորենք, որ նույնիսկ պատերազմական պայմաններում, հետպատերազմական պայմաններում արտիստների գործունեությունը որքան էլ դա նրանց համար ծանր է, բայց ամեն դեպքում հասարակությանը կյանք տվող, ապրեցնող հանգամանքներից մեկն է, որովհետև այս ներկայացումը ըստ էության պատերազմից հետո դարձավ թերևս կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, որի մասին բազմաթիվ լուսաբանումներ եղան ու նաև մարդիկ ի վերջո այդ երկար ժամանակ փակված մնալուց հետո կարողացան իրենց թույլ տալ մտածելու ինտելեկտուալ ժամանցի մասին, նաև որովհետև դա Նարինե Գրիգորյանի ներկայացումն էր։ Ընդհանուր իմի բերելով կարող ենք ասել, որ ներկայացումը մեղմ ասած ստացված է եւ մեզ առիթ է տալիս ասելով, որ սպասենք մի նոր աշխատանքի, ոչ թե հույսով, այլ գրեթե վստահ լինելով, որ եւս մի հետաքրքիր ստեղծագործության հետ ենք գործ ունենալու։ Սպասենք Նարինեի նոր ներկայացումներին։